Պարոն Ստեփանյան, տևական ժամանակ է խորհրդարանական երկու խմբակցությունները խոսում են իմպիչմենտի գործընթացից, վարչապետին անվստահություն հայտնելուց եւ վերջապես օրերս հայտարարեցին, որ process-ը մտնում է ավելի լուրջ փուլ, արդեն ունեն վարչապետի թեկնածու։ Մինչ այդ հայտարարում էին, որ կողմերը չունեն վարչապետի թեկնածու, հիմա արդեն հայտարարեցին, որ իրենց վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, առաջադրել են Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Ընդհանուր առմամբ process-ի մասին ինչ կարծիք եք եւ իսկապես ինչպես իրենք են հայտարարում նախաձեռնողները, կարծում եք, որ այն մտել է լուրջ փուլ։ Ես չգիտեմ այդ լուրջ փուլի մասին ով է խոսում, դուք ձեզանից եմ դա լսում։ Ես կարծում եմ, որ այս process-ը անլրջության մասին է եւ անլրջության սահմաններից դուրս չի գալիս։ Այն պարզ պատճառով, որ impeachment-ի համար հարկավոր է, եթե ես չեմ սխալվում, 53 մանդատ, այն դեպքում, երբ որ Հայաստանը պատիվ ունեմ եւ այդ երկու падգամավորը, պարոնայք Ասլանյանը եւ Աղազարյանը, բոլորը իրար հետ 35 կամ 37, եթե ես չեմ սխալվում։ Կարող եմ սխալվել, բայց համենայն դեպս տասնյակից ավել, 10-ից 15 մանդատ, 18 մանդատ հարկավոր է ԿՊ-ից վերցնել, ստանալ, որպեսզի այդ process-ը մտնի լուրջ փուլ։ Ես չեմ կարծում, որ ԿՊ-ում հավաքվել են ինքնասպաններ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները ինքնասպաններ են, նրանք այդ մանդատները իրենց ձայները կտան պարոնայք Մարուքյան, Քոչարյան, Սարգսյանին եւ կդիմեն քաղաքական ինքնասպանության։ Հետևաբար խոսել ինչ որ լուրջ գործընթացի մասին ակնհայտ չի կարելի, սա անլուրջ գործընթաց է։ Եստեղից հարց է առաջանում, ինչի համար են այդ մարդիկ գնում այդ գործընթացի, այն պարոնայք, որոնք նախաձեռնել են այս գործընթացը impeachment-ի, պարոն Մարուքյանը, որը ուզում է դառնալ վարչապետի թեկնածու, պատճառը որն է, հիմքը։ Ես այլ բացատրություն, քան ընդդիմության փոխադարձ փչացնելու ցանկություն, ես չեմ տեսնում։ Պատիվ ունեմ ուզում է փչացնի Հայաստանին, Հայաստանը ուզում է փչացնի պատիվ ունեմին, Էդմոն Մարուքյանը ուզում է փչացնի բոլորին, եւ բոլորը ուզում են հանդես գալ իրական ընդդիմության կարգավիճակով։ Այդ ամենը բացատրվում է 26 թվականի խորհրդարանական ընտրություններով եւ սկսվել է նախընտրական քարոզչությունը եւ բոլորը ուզում են բոլորին փչացնել եւ հանդես գալ միակ իրական ընդդիմության կարգավիճակով։ Խոսեցիք Քոչարյանի ասուլիսից, այն նկատում ենք, որ վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանը ակտիվացել է, պարբերաբար հարցազրույցներ է տալիս, ասուլիսներ է տալիս։ Նախ ընդհանուր առմամբ հասկանանք ինչ միտում ունի դա եւ ում են ուղղված նրա հայտարարությունները։ Նախընտրական շրջան ակնհայտ կերպով ուղղված է առաջին հերթին ընտրողներին, արտաքին ուժերին, որոնք պարոն Քոչարյանի համար սահմանափակվում են Ռուսաստանի Դաշնությամբ, այլ արտաքին ուժեր պարոն Քոչարյանը չի դիտարկում, իր ուղեծրում, այսպես ասեմ, քաղաքական, սկսվել է ակնհայտ քաղաքական պայքար ընտրությունների նախընտրական շրջանակներում, սա է, ուրիշ բան չկա։ Պարոն Ստեփանյան, շատ հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր մի շարք հայտարարություններով հանդես եկավ։ Նախ սկսենք մեղադրանքներից։ Իշխող ուժին մեղադրեց կոռուպցիայի մեջ եւ նաեւ նշեց, որ այս իշխանությունը պարտվողների իշխանությունը չի կարող խաղաղություն բերել այս երկրին։ Ընդհանուր առմամբ այս հայտարարությունները նույն կոռուպցիայի մասով եւ մնացած մեղադրանքները ու նաեւ հայտարարեց, որ այնպես չի, որ Փաշինյանը Սասունցի Դավիթն է եւ իրեն չեն կարող իշխանափոխության հասնել։ Իրենք չեն կարող իշխանափոխության հասնել ընտրությունների միջոցով։ Եվ եթե նրանք կարողանային իշխանափոխության հասնեին ընտրությունների միջոցով, հիմա իրար չէին ոչնչացնի, այսպես կոչված ընդդիմադիր դաշտում, կմիանային եւ կոչնչացնեին քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանին։ Եթե նրանք դա չեն անում, ուրեմն դրանք գիտակցում են, որ նրա դա չեն կարող անել։ Եվ շատ պարզ է, շատ կարեւոր է հասկանալ ինչի են իրանք զբաղված ինքնաոչնչացմամբ, որովհետեւ իրանք շատ լավ գիտակցում են, որ իրենք շանս չունեն դառնալ իշխանություն 26-ի ընտրությունների արդյունքում, հետևապես ամբողջ պայքարը հիմա այս ընդդիմադիր տարբեր թևերի միջև գնում է ընդհանրապես ընդդիմության կարգավիճակի համար։ Ով է 26-ին լինելու խորհրդարանում ընդդիմություն։ Արդյոք նրանք կկարողանան այդ 5 կամ եթե բլոկով են գնում 7%-անոց շեմը հաղթահարել։ Այս մասին է այս ամենը։ Այնպես որ նրանք շատ լավ գիտակցում են, որ նրանք Նիկոլ Փաշինյանին ոչնչացնել չեն կարող քաղաքական իմաստով, ես նորից եմ շեշտում։ Այդ բոլոր մեղադրանքները, դե գիտեք ոնց, ցավոք սրտի մեր քաղաքական դաշտում դիսկուրսը եւ բանավեճը դուրս չի գալիս հետեւյալ, մի հատ ռուսերեն լավ արտահայտություն կա, դուրակ սամ դուրակ։ Սա է,
Դուրակ են ասում են, պատասխանում է սամ դուրակ եւ եթե պարոն Քոչարյանին մեղադրում են կոռուպցիայի մեջ, իսկ ինքը կոռուպցիայի մարմնավորում է, կներեք, ուրեմն ինքը պետք է մեղադրի մեղադրողներին եւս կոռուպցիայի մեջ, ես չգիտեմ, եթե կարող է այդ ամենը ապացուցել եւ հաստատել, միգուցե նաեւ իմաստ ունի դա։ Խորհրդարանական ընդդիմությունը այսօր էլ Ռոբերտ Քոչարյանը այդ մասին խոսեց, որ այդ խաղաղության պայմանագիրը Հայաստանին պետք չէ, դա պետք է Նիկոլ Փաշինյանին, դա իր անունը մաքրելու համար է եւ նաեւ հայտարարեց, որ չի կարող այս իշխանությունը, պարտվածների իշխանությունը բերել խաղաղություն։ Եվ խաղաղությունը իդեպ Ռոբերտ Քոչարյանը կապում է մի կետի հետ, այն է Ռուսաստանի հետ։ Դուք ինչ կարծիքի եք, ինքն էլ հայտարարեց, որ պետք է ԵՄ-ից հեռու մնալ հնարավորինս եւ հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Այս հայտարարությունները եւս ինչ միտում ունեն, ինչ նպատակով են արվում։ Ընդհանրապես անուղելի մարդիկ իրենցից ներկայացնում են մեծ վտանգ հասարակության համար մարդկային հարաբերություններով։ Բայց երբ որ անուղելի է քաղաքական գործիչը, երկրի նախկին նախագահը, մարդը, որը ղեկավարել է ամբողջ երկիրը 10 տարի եւ ցանկանում է նորից այդ ղեկավարությունը ստանձնել, սա դառնում է ողբերգություն։ Առաջին հերթին իր անձամբ իր համար եւ երկրորդ հերթին իր ընտրողների համար։ Ինչու՞։ Պարոն Քոչարյանը առնվազն 10 տարի այդ նույն թեզերը կրկնելով, որ խաղաղության պայմանագիր փաստացի Հայաստանին պետք չէ, իսկ եղել է հենց դա, եւ հետո այդ գործընթացը շարունակվել է պարոն Սերժ Սարգսյանի ժամանակ, հասցրել են մեր երկիրը պատերազմի շեմին։ Հանձնել են պատերազմի շեմին այդ երկիրը Նիկոլ Փաշինյանին, որը որևէ բան չի կարողացել անել։ Եվ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։ Եթե պարոն Քոչարյանը եւ պարոն Սերժ Սարգսյանը այն ժամանակ չասեին, որ խաղաղություն մեզ պետք չի, որ ռուսը մեր բոլոր խնդիրները կլուծի, որ 94-ի ստատուս կվոն լինելու է հավերժ, այս խնդիրները այսօր մենք չենք ունենա։ Նրանք խնդիրը թողեցին հետագա սերունդներին եւ այն կորուստը սերունդի, որը մենք 44 օրյա պատերազմի ժամանակ ունեցանք, նաեւ այդ թվում նրանց խղճի վրա է, որովհետեւ նրանք անընդհատ սա կրկնելով, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ մեզ խաղաղության պայմանագիր պետք չի, նրանք ասել են դա, հիմա էլ են ասում, նույն բանը շարունակվում է, իրանք չեն փոխվում, այդ մարդիկ ի վիճակի չեն, ընդունակ չեն սեփական սխալները հասկանալ եւ փոխվել։ Պարոն Քոչարյանը ինչ է ասում այսօր։ Նորից Ռուսաստանին է ուզում դիմել։ Չի չէր այն ինչ որ մեր այդ տեղի ունեցավ, հիմա ուզում են նույնը շարունակեն։ Հիմա մեր ընտրողները թող ուշադիր պարոն Քոչարյանին լսեն, հիշեն ինչ է տեղի ունեցել պարոն Քոչարյանի նախագահության տարիներին եւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին եւ հասկանան ինչ է սպասել այսօր։ Ասում եմ, մենք մեր անվտանգային խնդիրները միայնակ չենք կարող լուծել, մեզ պարտադիր պետք է, այսպես ասած, էլի օգնող ուժ, դրսի ուժ եւ այդ ուժը Ռուսաստանն է, ասում են, հապկը չէ։ Անձամբ Ռուսաստանը եւ պետք է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, իսկ օրվա իշխանությունը մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ։ Ընդհանուր առմամբ Քոչարյանի այս մոտեցումները Ես նորից եմ ասում, այդ մարդը չի փոխվել եւ ընդունակ չէ փոխվելու։ Սա ողբերգություն է, սա իր անձնական ողբերգությունը, սա ընտրողների ողբերգությունը, որոնք գնալու են կամ ընտրելու են կամ չեն ընտրելու պարոն Քոչարյանին, եւ ինչը վերաբերվում է անվտանգային խնդիրներին, եթե դու քաղաքական գործիչ ես եւ դու ասում ես A, դու ասում ես մենք մենակ չենք կարող, ուրեմն պետք է ասես B։ Ինչպես ես դու պատկերացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները այսօրվա փոփոխված աշխարհում, երբ որ Ռուսաստանի բոլոր նախասիրությունները, բոլոր այդ օրիենտիրները փոխվել են։ Դու ո՞նց ես դա պատկերացնում։ Ռուսաստանը ակնհայտ Թուրքիայի դաշնակիցն է սպահին։ Ռուսաստանը Ադրբեջանի դաշնակիցն է։ Դու ինչ ես ուզում անել, պարոն Ռոբերտ Քոչարյան, որպեսզի այդ իրավիճակը փոխես։ Թող դա ասի։ Ես դա եմ ուզում լսել։ Եթե ինքը ունի այդ հնարավորությունը, թող ասի, միգուցե ճիշտ է ասում։ Բայց քանի որ դու ասում ես, մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխենք, լավացնենք, չես ասում ինչպես դա կարելի է անել, եւ միայն բանակցողի փոփոխությունով ես դա բացատրում, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը փոխում է ինքը Ռոբերտ Քոչարյանը, ամեն ինչ լավ է, լավ չի լինելու։ Ես դա շատ լավ գիտեմ։ Ուրեմն թող բացատրի ինչպես է լինելու։ Եթե նա չի բացատրում, իր ասածը գրոշի արժեք չունի, կներեք, քաղաքական կատեգորիաներում այդպես չեն խոսում։ Պետք է բացատրություն լինի։
Եվ պարոն Ստեփանյան, հաշվի առնելով այս Ռուսաստանահաճո հայտարարությունները Քոչարյանի, կարող ենք ենթադրել, որ 2026 թվականին ընթառաջ Քոչարյանը ունենալու է աջակցություն, դրսի աջակցության մասին է խոսքը, եւ նաեւ այսօր խոսվեց այն մասին, որ ինքն է առաջադրվելու տևական ժամանակ խոսվում էր նաեւ Լևոն Քոչարյանի առաջադրվելու մասին, բայց հասկացանք, որ Հայաստան խմբակցության ցուցակով համար առաջինը լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե աջակցելու է Ռուսաստանը, աջակցում է եւ աջակցելու է։ Ռուսաստանը հիմա այն ինչքան դարակի վերադրված փոշին նստել է այդ մարդկանց վրա, քաղաքական գործիչներ կան, հնից բոլորին հանելու է եւ գցելու է ասպարեզ, որովհետեւ այլ հնարավորություն չունի։ Նոր քաղաքական գործիչների երիտասարդները Ռուսաստանին չեն հավատում, նրանք նորից այդ հին, որը բրեն նավթալինը արդեն կսված, իրենց են հանելու եւ նույն Ռոբերտ Քոչարյանին էլ, բայց դա չի նշանակում, որ դա նրանց մոտ ստացվելու է։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից հետո ընտրություններ են տեղի ունենում ոչ թե ձևի համար, ծիտիկի համար, այլ իրականում նրանք շանս չունեն, որոշումը կայացնելու է հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը, եթե ուզում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի գաղութ, որը Ռուսաստանը հետագայում կիսելու է եւ վաճառելու է Թուրքիային եւ Ադրբեջանին այնպես, ինչպես վաճառել է մեր հայրենիքի մի մասը Արցախը, ուրեմն պետք է գնա եւ ընտրի այդ բոլոր պարոնայք Քոչարյանին, այդ նավթալինից այդ հին գործիչներին, ես չգիտեմ, Կարապետյաններին, Պողոսյաններին, մարդկանց, ովքեր որ պատասպարվել են Մոսկվայում։ Ես նոր անուններ եմ լսում հնից, հին նոր անուններ, որոնց պատրաստվում են նետել դաշտ։ Եթե հարգելի ընտրողներ, դուք ուզում եք, որ մեր երկիրը, մեր հայրենիքը կիսվի Ռուսաստանի եւ Թուրքիի միջև, գնացեք եւ ընտրեք։ Եթե չեք ուզում, ուրեմն այլ ընտրություն կատարեք։ Ինչ ընտրություն, ես հիմա չեմ կարող ասել, բայց իրականությունը սա է։ Պարոն Ստեփանյան, ամփոփելով մենք տեսանք, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին անուղակի ձևով մեղադրեց Սերժ Սարգսյանին 2018 թվականին, այսպես ասած, իշխանափոխության համար, իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու համար, բայց նաև չբացառեց, որ կոալիցիայի կգնա նրա հետ հանուն մեկ գաղափարի, հանուն մեկ նպատակի, այն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չգա իշխանության։ Ընդհանուր առմամբ նաև խոսվեց Գյումրու սցենարի մասին։ Դուք ինչպես եք կարծում, նախ այս երկու ուժերը կմիավորվեն եւ արդյոք դուք հավանական համարում եք Գյումրու սցենարի մասին, այդ մասին խոսեց նաեւ Քոչարյանը, ասաց, որ այո, հնարավոր է Գյումրիում դա իրականացնել, հնարավոր կլինի նաեւ համապետական ընտրություններում, դե Նիկոլ Փաշինյանն էլ այնպես չի, որ Ծասունցի Դավիթն է այդքան ուժեղ է։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ցանկացած ընտրող պետք է գիտակցի, որ 26 թվականին ընտրելով Սերժ Սարգսյանին, ընտրելով Ռոբերտ Քոչարյանին, ընտրելով ցանկացած ուժ, որոնք այս կամ այլ կերպ ժամանակին ունեցել է կամ ունի նրանց հետ աֆիլիացիա, հնարավորություն է տալիս նրանց միավորվել եւ կրկնել Գյումրիի սցենարը Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ի տարբերությունը հետեւյալն է, Գյումրիի դեպքում դուժել են միայն գյումրեցիները եւ դա ակնհայտ երևալու է մոտ տարիներին քաղաքի վիճակին, հա, նորից սկսելու են թալանել եւ այլն եւ այլն եւ այլն, ապա այս դեպքում եթե այդ սցենարը իրականություն դառնա, դուժելու ենք մենք բոլորս։ Ամբողջ հանրապետությունն է դուժելու, որովհետև ես նորից եմ ասում, այս մարդիկ ունակ չեն վարել քաղաքականություն։ Ես հիմա չեմ ասում Նիկոլ Փաշինյանն է իմ երազանքների, սա էլ անպայման պետք է նշվի, իմ երազանքների վարչապետը, բայց այս մարդիկ Հայաստանը վաճառելու են, որովհետև իրենք չեն կարող վարել քաղաքականություն ելնելով սեփական ազգային շահերից։ Նրանք զանգելու են Մոսկվա։ Կա խնդիր, զանգում ենք Մոսկվա։ Մոսկվայում ինչ են ասելու, ես 100%-ով վստահ եմ ինչ են ասելու։ Ասելու են դրեք, Զանգեզուրի միջանցքը տվեք Ալիևին, մենք Ալիևից մեր ստանալիքը կստանանք, ինչ որ պետք է ստանանք, հետո ամեն ինչ լավ կլինի։ Վաղը չեմ մյուս օրը Զանգեզուրի միջանցքը դառնալու է Լաչինի միջանցք, այն ինչ տեղի ունեցել Լաչինում, հետո Սյունիքի մարզն է ենթարկվելու սեցեսիայի Ադրբեջանի կողմից, հետո ռուսները մաս առ մաս Հայաստանը կվաճառեն Թուրքին։ Ես դրանում վստահ եմ, եթե մենք չենք ուզում, որ մեր գլխին գա այդ ամբողջը, հա, այդ ամբողջը գա մեր գլխին, ուրեմն մենք պետք է դա չանենք։ Ես դրանում վստահ եմ։ Սրա մասին է գնում խոսքը, ուրիշ ոչ մի բանի։ Սա մեզ համար գոյաբանական ընտրությունն է։ 26-ին մենք բոլորս պետք է գնանք ընտրության, ընտրենք մեր ուզած տեխնացուներին, ես չգիտեմ ովքեր են մասնակցելու, բայց ես նորից եմ ասում, ընտրելով Սերժ Սարգսյանին, ընտրելով Ռոբերտ Քոչարյանին, ցանկացած ուժի, որը ունի աֆիլիացիա, այս կամ այն աֆիլիացիա նրանց հետ, դու վաճառում ես քո սեփական երկիրը ռուսին, որ այդ երկիրը վաճառելու է Թուրքին։ Մենք ունենք Արցախի սցենար, որը կրկնվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե մենք դա չենք ուզում, ուրեմն պետք է թույլ չտանք, որ իրան գան իշխանության։ Այսքանը։